Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցը հանրապետության կայացած կրթօջախներից մեկն է։ Հիմնադրված լինելով 1993 թվականին Լոս Անջելեսի Շուշիի երաժշտանոց ընկերակցության նախագահ Կարեն Ղարիբյանի կողմից, դպրոցը տարիներ ի վեր հայրենանապաստ առաքելություն է իրականացնում Շուշիում, արդեն 22 տարի հանրային եւ երաժշտական մասնագիտացված կրթություն տալով տասնյակ երեխաների։ Դպրոցի շրջանավարտները միշտ էլ փայլում են իրենց բարձր մակարդակով։ Վերջերս դպրոցում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ։ Առաջին անգամ բեմադրվեց Դանիել Ղազարյանի «Գայլա» օպերան, գրված Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա։ Սա Արցախում մանկական օպերայի բեմադրության եզակի փորձերից է։ Բեմադրությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Հայկական հեռավոր գյուղերից մեկում, որ գտնվում է Անտառի եզրին, ապրում են աշխատասեր, իրենց քրտինքով սեփական հացը վաստակող մարդիկ։ Նրանք ապրում են խաղաղ առօրյայով, պահում են ընտանի կենդանիներ եւ թռչուններ, զբաղվում են հողագործությամբ եւ այդպես հոգում ամենօրյա հացը։ Գյուղացիները ամեն առավոտ օրհնանք տալով Աստծուն եւ փառաբանելով աշխատանքը, ուրախ ու բարձր տրամադրությամբ շտապում են դաշտ ու արտ, սակայն նրանց աշխատանքային օրն ավարտվում է սուքուլացով։ Տուն գալով նրանք տեսնում են, որ իրենց կենդանիներին եւ թռչուններին հոշոտել են անտառի գայլերը։ Առնախում գազանները սակայն միայն կենդանիներով չեն բավարարվում, նրանց ախորժակն այնքան է բացվում, որ որոշում են այդուհետ նաև մարդկանց հոշոտել։ Սակայն գյուղացիները վերջապես համախմբվում են եւ իրենց ունեցած զենքով հաշվեհարդար են տեսնում ոխերիմ թշնամու հետ։ Մարդիկ հասկանում են մի պարզ ճշմարտություն՝ իրենց ուժը միասնության, համախմբվածության մեջ է։ Գայլերին ոչնչացնելուց հետո գյուղը վերադառնում է իր խաղաղ եւ ստեղծարար աշխատանքին։ Օպերան բեմադրել է դպրոցի հիմնադիր գլխավոր տնօրեն Կարեն Ղարիբյանը, ով նաեւ կրթօջախի վոկալի դասատուն է։ Բեմադրության մեջ ընդգրկված են դպրոցի տարբեր դասարանների աշակերտները։ Դժվարությունները մարդու համար են, ինչպես ղարաբաղցիներն ասում են, որ երբ որ մայրս գալիս է Երևան, որ պետք է գայի Ղարաբաղ, այս շինարարության ժամանակ, մայրս միշտ ասում է, այդ տղաս մի քիչ հանգստացի, ու հետո գնա։ Ես էլ ասում եի Ղարաբաղի ասացվածքով, որ հանգստարանում միայն մեռնելուց հետո կհանգստանանք։ Հանգստարանը էդ է, ոչ թե կյանքը։ Ինչ ասեմ, դժվար աշխատանք էր շատ, բավականին դժվար, այսինքն 0-ից սկսվեց։ Ինչպես միշտ ես որ մի բան ձեռնարկում եմ, անհավատալին եմ ձեռնարկում։ Ինչպես որ անհավատալին էս դպրոցն էր շատերի համար, այդ նույն անհավատալիությամբ հավաքեցի երեխաներին։ Փաստորեն այդ երեխաները ոչ երգել գիտեն, ոչ էլ գաղափար ունեն։ Ինձանից ասում են օպերան ինչ է։ 4-րդ դասարանից սկսյալ երեխեքն են, չէ, 6-րդ դասարան։ Հետո ուրեմն երբ որ սկսեցի մեկ-մեկ ուշադրությամբ հետևել, գտնել, փնտրել վոկալի դասերը, ես եմ ուսուցիչը, ու սկսեցի հավաքել, ասի տեսնենք, եթե ես կարողանամ մենակատարներ ունենալ այս կարճ ժամանակահատվածում, ուրեմն կարող ենք այս օպերան դնել։ Ուրեմն օպերայի կլավիրը եւ ամբողջ այդ նոտաները վերցրեցի եւ մեկնեցի Ամերիկա, մեկ ամիսով, ինչպես վիշտ, այնտեղ մենք ունենք մեր միությունը, Շուշի երաժշտանոցի ընկերակցություն, եւ ընկերներ ունեմ, մեկը նրանցից պրոֆեսոր Լևոն Աբրամյանը, որը այդ կլավիրը վերցրեց, լավ մշակեց, նայեցինք միասին, որոշեցինք ոնց անենք, որ ավելի գեղեցիկ լինի, քանի որ այս գործը Դանիել Ղազարյանը օրկեստրի համար չի գրել, միայն կլավիրն ա եղել, չի հասցրել ըստ երևույթին։ Տան էլ չգիտի ինչու։ Եվ դրա համար ասեցինք, քանի որ այստեղ 3-4 սոլիստներ են, մենակատարներ, մտածեցինք, որ ավելի լավ է սրանով սկսենք, որ կարողանանք հետո ավելի լուրջ գործերի մոտենալ, եւ այս ձևով սկսեցինք աշխատել օր ու գիշեր։ Անկեղծորեն խոստովանեմ, որ երաժշտական դպրոցի սաները հանդիսատեսին ուղղակի անակնկալի բերեցին։ Թվում է ստեղծագործությունը հայտնի չէ, իսկ մանկական օպերան էլ մեզանում ավանդույթներ չունի։ Հետևաբար եւ ինչ կարելի է սպասել բեմադրությունից։ Բայց ի զարմանս բոլորի երեխաները հենց առաջին րոպեներից գրավեցին հանդիսատեսի ուշադրությունն ու ներքաշեցին նրանց խաղի մեջ։
Առաջին ինչ աչքի էր զարնվում պրոֆեսիոնալ վոկալներ։ Երաժշտական դպրոցի սաները երգեցին մաքուր, առանց սխալ նոտաների եւ տոնայնության, ներդաշնակորեն համադրելով իրենց ձայնը դաշնամուրի նվագի հետ։ Իսկ սա արդեն իսկ մեծ ձեռքբերում է։ Ակնհայտ էր, որ աշակերտները երկար ու մանրակրկիտ են աշխատել օպերայի վրա, հակառակ դեպքում նման արդյունք չէին ունենա։ Ինչ խոսք առանց Կարեն Ղարիբյանի նվիրվածության եւ տքնաջան աշխատանքի բեմադրությունը իրականություն չէր դառնա։ Ես գործին երբ որ մոտենում եմ կամ գործին որևէ գործին, ուրեմն մոտենում եմ, ինչպես որ արդյունք կստանա։ Եվ կարողացանք, ինչպես որ տեսաք, ինչպես որ դուք համոզվեցիք, միջ այդ ես երբեք չեմ խոսել, բայց հիմա դուք ինքներդ եք ասում, որ անսպասելի էր ձեզ համար, ինձ համար էր անսպասելի։ Ես միշտ շատ իրենց զգուշ էի, որ մտածում եմ հիմա հանգարց մի բան չպատահի։ Որտեւ իրականում այս իրականության մեջ այս քանի օրը շատ ցուրտ օրեր էին եւ երգիչներից մի մասը հիվանդ էր։ Ուլը, որ երգում էր նախճնակը, ինքը հիվանդ էր, ինքը շատ գեղեցիկ ձայն ունի եւ ապագային կարող է եւ լավ սոպրանո դառնա, չնայած ինքը ջութակահար է։ Եվ այս ձևով սկսեցինք այս օպերայի վրա աշխատել եւ այսօր արդյունքը ստացանք։ Օպերայի բեմադրության մեջ բացի գլխավոր իրադարձություններից կարևոր տեղ ունեին նաև մասսայական տեսարանները, ժողովրդական տոնախմբություն, բարեր, հավաքներ։ Երեխաները հաճույքով ու սիրով են ընդգրկվել բեմադրության մեջ, սկզբում առանց իմանալու նույնիսկ ինչ է օպերան եւ որն է իրենց անելիքը։ Բայց ընթացքում յուրաքանչյուրն իրեն դրսևորել է ունեցած դերասանական եւ երաժշտական ունակությունների չափով։ Անընդհատ գնում էի պարոն Կարենի մոտ եւ խնդրում էի ընդունել ինձ օպերա եւ ասեց մյուս տարի թող մի քիչ մեծանաս, բայց եւ հանկարծակի մի օր եկավ ու ասեց օպերա եմ բացել եւ ուզում եմ դու նույնպես գաս։ Եվ այդպես մի քանի հոգի գնացինք պարոն Կարենի մոտ եւ սկսեցինք ձայնավարժություններից, իսկ հետո նոր դերաբաշխում արեցինք։ Ոչինչ ինքնանպատակ չի արվում։ Վերջնական արդյունքում յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է գաղափարներ եւ հույզեր փոխանցի, ասել է թե նաեւ սերմանի արժեքներ, դաստիարակիչ եւ ուսուցանող նպատակ ունենա։ Դատելով երեխաների կարծիքներից, միանշանակ կարելի է ասել, որ օպերայի ասելիքը տեղ է հասել։ Ես այս օպերայում սովորեցի, որ միշտ բարին է հաղթում չարին, եւ սա ուղղակի խոսքեր չեն, եւ համախմբված է լինում, համախմբված կարող են չարին հեշտությամբ հաղթել։ Այս օպերան ինձ համար սովորեցրեց, որ պետք է չթողնել, որ գան մեր հայրենիք մտնել, պետք է միասնական լինել։ Գայլը օպերայի առաջնախաղին ներկա էին դպրոցի վաղեմի բարեկամները։ Նրան շարքում համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Մկրտչյանն էր։ Իհարկե շնորհակալություն երաժշտության ուսուցիչներուն, շնորհակալություն դպրոցին տնօրենուին եւ շնորհակալություն իհարկե դիրեկտոր Կարեն Ղարիբյանին։ Օպերայի բեմադրությանը հրավիրված էր նաև Դանիել Ղազարյանի որդին, ով ապրում եւ աշխատում է Երևանում։ Ինքը գրել է միայն երեխաների կատարման համար։ Գայլներ, հատված բազեներ։ Նույնտեղ տատիկ պապիկ կան, մի քիչ մեծ են։ Եվ խնդրեմ, պարոն Ղարիբյանը ձեռնամուխ եղավ, ինձ զանգվեց, ասեց, գիտես, ուզում եմ բեմադրել, ինչ կարծիք ես։ Ասի կարող եք։ Այսօր հեշտ է։ Ու զանգվեց, թե մենք արդեն փորձերը անում ենք, ես խնդրում եմ գաս մի հատ տեսնես։ Զարմացավ էր, այսքան կարճ ժամանակամիջոցում կարողացան բեմադրել, էլի։ Մի խոսքով ուրախ եք եւ անակնկալ։ Շատ ուրախ եմ, որովհետեւ ես չէի սպասում ճիշտն ասած, որ հնարավոր է ինչ-որ դպրոց կոչեն Հայրիկի անունով, չնայած Հայրիկի անունով էլի դպրոց կա Արթիկում։ Մանկական օպերան մեծ ոգևորություն էր առաջացրել թե դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների, թե հանդիսատեսների մոտ։ Ներկայացումից հետո ողջույնի եւ շնորհակալական խոսքեր հնչեցին։ Հոտնկայս ծափահարություններ բոլոր նրանց պատվին, ովքեր վերհառնող Շուշիում երաժշտական դպրոց են հիմնադրել եւ իրենց անխոնջ աշխատանքի եւ նվիրվածության շնորհիվ տարեցտարի ձեռքբերումներ են արձանագրում։ Չգիտեմ ինչ էր մտածում 1993 թվականին Լոս Անջելեսի Շուշիի երաժշտանոց ընկերակցության նախագահ Կարեն Ղարիբյանը, երբ թողնելով հանրահայտ դասական երգչի իր կարիերան, եկավ Շուշի եւ համարձակվեց այստեղ երաժշտական դպրոց հիմնել։ Բայց տարիները ցույց տվեցին, որ որոշումը սխալ չէր։
Հիրավի, հայրենանվեր եւ շնորհակալ գործ, որի համար արժե միմիայն երախտագիտության խոսքեր ասել։ Իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ եմ տալիս բարեկամներ, մնացեք խաղաղությամբ։